Սրտի խնդիրները սկսվելուց 3-ից 5 տարի ավելի վաղ սկսվում են սեռական խնդիրները։ Եվ այո, երբ որ մարդը դիմում է սրտաբանի, սրտաբանն էլ պետք է ուղեկցի անպայման սեքսապաթոլոգի մոտ, որովհետև մենք գիտենք, որ խնդիրները սկսվում են ավելի վաղ։ Եվ ինչ է կատարվում, ես բացեմ փակագծերը, որ մենք ավելի պարզ պատկերացնենք, փաստորեն մենք ունենք մեկ անոթային համակարգ, այդ նույն անոթային համակարգը եւ սեռական օրգանների արյան շրջանառությունն են ապահովում։ Երբ մենք ունենք տարածուն աթերոսկլերոզ, այսինքն նյութափոխանակության խանգարում, ածխաջրածնային եւ ճարպային նյութափոխանակության խանգարումներ, մենք զարգանում են մեր մոտ սիրտանոթային հիվանդությունները, որոնց հիմքում ընկած է աթերոսկլերոզը։ Եվ մենք գիտենք, որ սեռական օրգանների գերարյունալուծումը խաթարվում է աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով, եթե մենք ունենք արդեն խոլեստերինային վահանիկ, որը ինչու՞ չէ նաև կարող է հայտնվել սեռական անոթներում, բնականաբար մենք ունենանք պոտենցիայի խանգարումներ։